Ողջունվել են նույն օրը։ Այո, նոյեմբերի 29-ին։ Լավ։ Ծնողներիս մահվան օրը իմացա։ Մնացնած գերեզմանը գտնեմ։ Նրանք ձեր ծնողներն են։ Դուք հայ եք։ Ճիշտն ասած, ես կռահում էի։ Դուք թուրքի նման չեք։ Ես վերջերս եմ իմացել։ Ոչ կյանքում հայերի թշնամին եմ եղել։ Նշանակում է ես ինձ եմ ատել։ Ինչ վերաբերում է գերեզման գտնելուն, ձեր ծնողները վախճանվել են Մարսելում, բայց Պետրոսյան ազգանունը հանդիպում է գրեթե Փարիզի բոլոր արխիվային փաստաթղթերում։ Ես դրանք էլ եմ փորփրել։ 1986 թվականին մի ոմն Անդրանիկ Պետրոսյան ուղարկավորվել է Պերլաշես գերեզմանատանը։ Անդրանիկ։ Իմ հորանունը Գևորգ է։ Ոչ ոք չի կարող բացառել, որ նա ձեր հոր ազգականը չէ։ Ես հետաքրքրվեցի, որովհետև շատ հնարավոր է, որ ձեր հայրը թաղված լիներ նրա կողքին։ Բայց լրագրային մի հոդվածում այսպիսի հավելված կա. Անդրանիկ Պետրոսյանին հանգուցյալին չի վիճակված թաղվել նրա եղբայրների կողքին։ Դավես։ Լսիր, գլխիցը թանիր է տղային։ Հա, պապ, հասկանում եմ, բայց չեմ կարողանում։ Եթե մայրդ ողջ լիներ, գուցե այլ կերպ բացատրեր քեզ կյանքի նրբությունները, բայց ես քեզ ազատ մարդ եմ դաստիարակել։ Բայց որ օգտվիր ընտրություն անելու քո իրավունքից։ Սա մարդուն տրվող ամենաթանկ հնարավորությունն է։ Պապ, ախր ոնց ընտրեմ, եթե ինձ չեն ընտրել։ Հասկանում, գիտես ամբողջ զավեշտը հենց դրա մեջ է։ Մարդն ունի ընտրություն անելու հնարավորություն, բայց չի կարող խնդրել ոչ իր ազգությունը,
Ոչ ծնողներին, ոչ իր քույրերին ու եղբայրներին, ոչ այն երկիրը, որտեղ պիտի ծնվի։ Իր երեխաներին չի կարող ընտրել։ Անգամ կյանքի տևողությունը։ Գիտես, եթե հանկարծ օրերից մի օր համակուրսեց սուտ օրինակով, եթե պարզեի, որ դու ուրիշ ազգություն ունես, այս պարագայում ընտրություն անելը շատ կեղծ կլինի, որովհետև այսպես թե այնպես, վաղ թե ուշ, գենն ու հայրենը իրենց է կասեն։ Իրականում այս կյանքում մարդը ընտրելու շատ քիչ բան ունի, շատ կարևոր բաներ, ասենք, մասնագիտությունը, ընկերներին, կողակցին։ Այստեղ պիտի շատ զգույշ լինես, որպեսզի հետո չի հաստատվես։ Պապ, դու մտածում ես, որ Դու վատնում ես կյանքում քեզ տրված ամենաթանկ հնարավորությունը ընտրելու։ Մարդը ներ կյանքում սխալվելու իրավունք ունի, դա սարսափելի չէ։ Սարսափելին այն է, եթե չփորձես ուղղել սխալդ։ Կյանքի ժամանակը շատ կարճ աղջիկ է սովում։ Սևագրություն անելով ժամանակ գրեթե չկա։ Պես որ հավաքիր քեզ ու գնա առաջ։ Դու դեռ երիտասարդ ես։ Կյանքը դեռ առջևում է։ Ու հիշիր, ինչ ընտրություն էլ որ անես, ես միշտ կողքիդ եմ լինելու։ Ինչ եք մտադիր անելու հիմա։ Փնտրել Փարիզի մյուս գերեզմանատներում։ Թերթի այդ ակնարկում այսպիսի նախադասություն կա. հանգուցյալին վիճակված չէր թաղվել իր ազգականների կողքին, որոնց շիրիմները գտնվում են գրեթե Փարիզի բոլոր գերեզմանատներում։ Սա նշանակում է, որ պետք է շարունակենք որոնումները։ Շարունակել է պետք։ Հայաստանում եղել եք։ Ռոստամն ինձ ասեց, որ Սումգայիթի դեպքերից հետո դուք տեղափոխվել եք Հայաստան։ Այո, կնոջս և տղայիս հետ։ Սումգայիթում ամբոխը 2 օր սպանում, կողոպտում, բռնաբարում էր, իսկ իշխանությունը Չկարողացան զսպել։ չկարողացան։ Պարոն Ղազիեթին իշխանությունն էր, որ 70 տարի ոչ մեկին ծպտուն հանել չէր թողնում։ Միլիոնավոր մարդկանց փտտեցնում էր բանտերում ու աքսորներում, ահեղ վախենալու Սովետ միությունը։ Այն որ զորամասերը քաղաք մտան այդքան ուշ, չի կարելի բացատրել հեռավորությամբ։ Այն որ միլիցիան չխառնվեց, չի կարելի բացատրել վախկոտությամբ։ Այն որ ջարդարարները գալիս էին հենց այն հասցեներով, որտեղ հայերն էին ապրում։ Դա ընդհանրապես ոչ մի բանով չի կարելի բացատրել։ Զարմանալի է, մարդիկ տարիներով ապրում են կողք կողքի, հարևաններ, և մի օր մահացու թշնամիներ են դառնում, մի օրվա մեջ։ Ինչու եք զարմանում, պարոն Ղազի։ Ձեզ մոտ նույնը չէր 15 թվին։ Մեզ մոտ շատ թուրքեր մահվան սպառնալիքի տակ հայեր են թաքցրել։ Պարզվում է, որ ես ինքս դրա վառապատույցն եմ։ Հորս և մորս թուրքերն են փրկել։ Մեզ էլ ապաստան տվեց մեր ադրբեջանցի հարևանը, 2 տուն այն կողմ։ Ձեր կին էր միայնակ։ Բայց հետո, երբ Հայաստանում էինք, իմացանք, որ խեղճ պառավին կացնահարել են մեր պատճառով։ Ինչ ես խորացել։
Եղանակն եմ նայում։ Ինչի՞ դե պետք։ Ստեղ չէ, Երևանում։ Սուլեյման աղան չպիտի մենակ գնար։ Ես փոքր մարդ եմ, դուք եք որոշողները, բայց Ինչ բայց տիկնապային սպանեցին։ ես կարող էի փոխարինել Yamanին։ Սուլեյմանը համառ է։ Եթե մի բան որոշում է, հակառակը չես համոզի նրան։ Իսկ կարծում եք Իլմազը զինված է։ Այն այնպես է պահում, ասես թեկածունի վտանգի վրա։ Դա նշանակում է զինված է։ Հնարավոր է զրահ հապաճկորել է կրում։ Սուլեյման աղան գիտի այդ մասին։ Ես նրան ասել եմ, բայց նա վերագրեց Իլմազի ակլորությանը։